Երևանում ժամը 18-ն է, FM 107-ի եթերում Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկումն է, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այս թողարկմանը նոր վերադասավորումներ ոստիկանությունում։ Քաղաքապետարանն այսօրվանից սկսել է աշխատանքներ իրականացնել Աբովյան փողոցի կրպակներն ապամոնտաժելու ուղղությամբ։ Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Այժմ այս եւ այլ թեմաների մասին առավել մանրամասն։ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ կադրային ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Կապանի բաժանմունքի պետ Արմեն Գևորգյանը։ Նրա փոխարեն այդ պաշտոնում է նշանակվել Սիսիանի բաժանմունքի պետ Արա Դավթյանը։ Սիսիանի բաժանմունքի պետ է նշանակվել Գորիսի բաժանմունքի պետ Գուրգեն Բեգլարյանը։ Երևանի քաղաքապետարանն այսօրվանից սկսել է աշխատանքներ իրականացնել Աբովյան փողոցի կրպակներն ապամոնտաժելու ուղղությամբ։ Թերթի մի եզրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանն ասել է, թե ինչ են պայմանավորվել կողմերը հստակ ասել չեմ կարող, բայց փաստն այն է, որ պայմանավորվածություն կա, քանի որ դրանք եղել են սեփականություններ։ Արթուր Գևորգյանն ասել է, որ կրպակների փոխարեն լինելու է միայն մայթ եւ ուրիշ ոչինչ։ Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովն այսօր մերժել է Սենատի ներկայացված ցեղասպանությունների, այդ թվում հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, այն համարելով հակասահմանադրական։ Ինչպես Մեդիամաքսի զրույցում հաղորդել է Ֆրանսիայի Հայդատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, հանձնաժողովի անդամները 23 կողմ 9 դեմ եւ 8 ձեռնպա ձայների հարաբերակցությամբ մերժել են օրինագծի տեքստը։ Այնուամենայնիվ հանձնաժողովի այդ դիրքորոշումը չի կարող խանգարել Սենատի լիագումար նիստում հունվարի 23-ին սպասող քննարկումը, քանի որ ներկա պահին սենատորների մեծամասնությունը կողմ է օրինագծի քննարկմանը, ասել է Հրաչ Վարժապետյանը, հավելելով, որ օրինագիծն արդեն փոխանցվել է Սենատի օրակարգ, որն արդեն իսկ հաստատված է։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի։ Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում։ Նույն օրը տեղի կունենա նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը Շոտլանդիայի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման հարցում։ Լոնդոնի այս դիրքորոշումը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ժողովրդավարական երկրների համար մարդու իրավունքների եւ ժողովրդի ինքնորոշման հարգումն առաջնային նշանակություն ունեն։ Մնում է միայն հուսալ, որ Մեծ Բրիտանիայի եւ մյուս ժողովրդավարական երկրների դիրքորոշումը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա իրողությունների ընդունման եւ մարդու իրավունքների հարգման առումով, ասված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Ստամբուլում լույս տեսնող Ակոս շաբաթաթերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռից հետո հարյուրավոր մարդիկ հունվարի 18-ին բողոքի ցույցի են դուրս եկել Ստամբուլի փողոցներ։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։ Նրանք վրդովված են դատարանի այն որոշմամբ, որով այս հանցագործությունն արմատական խմբավորումների դավադրության արդյունք չի եղել։ Դատարանն անտեսել է Դինքի ընտանիքի վարկածը, որ սպանությունն ունի քաղաքական դրդապատճառներ։ Ցուցարարները հանդես են եկել բոլորս հայ ենք, բոլորս դինք ենք, մարդասպան կառավարությունից պահանջում ենք պատասխան տալ կարգախոսով։ Թեղուտի անտառների հատումը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հայ անտառ պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն անդրադառնալով թեղուտի անտառների խնդրին։ Այն կազմակերպության հետ, որը հանքի շահագործման նպատակով իրականացնում է հատումները, պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի հատվածի 2 անգամ ավելին պետք է տնկեն եւ հետևեն, որպեսզի այն դառնա անտառ։ Այս պահի դրությամբ հատվել է 75 հեկտար, սակայն տնկվել է 120 հեկտար։ Դրանք տնկվել են Թեղուտ, Օձուն, Լեռնահովիտ, Արջուտ եւ Շմող համայնքներում, տեղեկացրել գլխավոր անտառապետը, հավելելով, որ անտառների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններն են բնապահպանության նախարարության տեսչությունն ու հայ անտառ պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Թիֆլիսյան բնակարանի շուրջ ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով Հայաստանի գրողների միության պատվիրակությունը միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ կմեկնի Թբիլիսի։ Լևոն Անանյանն ասել է, որ այս առիթով նա երեկ հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եւ քննարկել խնդիրը։ Քանի որ Թբիլիսիից իրարամերժ տեղեկատվություն է գալիս եւ ստեղծված պայմաններում դժվար է որոշում կայացնել, որոշվել է պատվիրակություն ուղարկել Վրաստան իրավիճակին ծանոթանալու եւ բանակցելու նպատակով։ Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգիռ է, որպեսզի այս հարցը գտնի դրական եւ խոհեմ լուծում, նշել է Լևոն Անանյանը։ Գրողների միության նախագահն ընդգծել է, որ նախ պետք է կանխել բանաստեղծի տան հնարավոր վաճառքը եւ այնուհետեւ մտածել այն վերականգնելու մասին։
Եվրամիությունը եւ ԵԱԿ-ն համաձայնության են եկել Հայաստանում ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը նպաստելու նպատակով համատեղ ծրագրի իրականացման շուրջ 1.7 միլիոն եվրո արժողությամբ այդ ծրագրով, որի ֆինանսավորումը ստանձնում է Եվրոպական միությունը, իսկ իրականացումը ԵԱԿ Երևանյան գրասենյակը, նախատեսվում է ամրապնդել քաղաքացիական հասարակության հմտությունները, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտները, կատարելագործել ընտրությունների անցկացման տեխնիկական եւ մասնագիտական ունակություններն ինչպես ընտրական հանձնաժողովներում, այնպես էլ ոստիկանների շրջանում։ Առաջնահերթ է համարվում հատկապես մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքի կատարելագործումը։ Ադրբեջանական ANS պրեսի փոխանցմամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի տարածքում գտնվող եւ Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի խնդրին։ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև չկան սկզբունքային տարաձայնություններ։ Բառացիորեն այս օրերին մեր ռազմական պատվիրակությունները պետք է շարունակեն այդ խնդրի շուրջ իրենց բանակցությունները։ Ինչպես հասկանում եմ, խնդիրը միայն վարձավճարի կոնկրետ պարամետրերն են։ Այստեղ սկզբունքային խնդիրներ չկան, նրանք պարզապես պետք է պայմանավորվեն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, թե Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցություններն ավարտվելու են մինչև հունվարի վերջ։ Այդ նպատակով Մոսկվա է գործուղվելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը։ Հանրապետության տարածքին հյուսիս-արևմուտքից մոտենում է տեղումնաբեր զանգված։ Հյուսիսային կեսում այս գիշեր եւ հունվարի 18-ին սպասվում է ձյուն, հարավային կեսում ձյունը կսկսվի հունվարի 18-ի օրվա երկրորդ կեսին։ Օդի ջերմաստիճանն առայժմ չի փոխվի, հունվարի 19-ին կդիտվի օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում մոտ 8-ից 10 աստիճանով։ Առանձին վայրերում կդիտվեն առատ տեղումներ, սպասվում է բուք, քամուշ գնացում, ավտոճանապարհներին ցածր տենցանելիություն, դժվար անցանելիություն եւ հնարավոր է մերկասառույց։ Հանրապետության հյուսիս եւ հյուսիս-արևմտյան շրջաններում ճանապարհներին ձյուն է տեղում, իսկ մաքրման աշխատանքները շարունակվում են։ Առաջիկա 5-6 օրերի ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարսի սահմանային անցակետը փակ է լինելու բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար։ Մայրաքաղաքում հունվարի 18-ի երեկոյան սպասվում է ձյուն, տեղ-տեղ մերկասառույց, ցածր տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -3-ից -5, երեկոյան -2-ից -4 աստիճան։ Ձյունը կշարունակվի նաև հունվարի 19-ին։ Հիշեցնեմ, որ FM 107-ի լրատվությանը կարող եք հետևել նաև համացանցում, YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում, փնտրելով Arm Radio FM 107։ Այսքանը թողարկման այս հատվածում, իսկ այժմ խոսքը փոխանցում եմ իմ գործընկեր Արտակ Մուրադյանին, ով կներկայացնի օրվա տեղեկատվական վերլուծական պատկերը։ Խնդրեմ Արտակ։ Շնորհակալություն Ժիրայր, հաշվի առնելով հատկապես վերջին տեղեկատվությունը եղանակի հետ կապված այդ ցրտաշունչ ձմեռը նորից իր տիրույթում է գտնվելու, այնուամենայնիվ փորձենք առավել ընդհանրական եւ առավել ուշագրավ տեղեկություններով ինֆորմացնել հասարակությանը։ Շնորհակալություն։ Հարգելի ռադիոլսողներ, FM 107-ի եթերում Arm Radio-ի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Ձեզ հետ եմ ես Արտակ Մուրադյանս, այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու։ Ղարաբաղյան հարցի կարգավորումը գտնվելու է Ռուսաստանի ու Թուրքիայի տիրույթում, Ստանիսլավ Տարասով։ Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր մեղադրյալը ՑՄԱ ազատազրկվեց։ Կրթություն աշխատաշուկա կապի ամրապնդումը գերակա խնդիր։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում։ Նույն օրը տեղի կունենա նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Ինչ ակնկալիքներ ունի փորձագիտական դաշտն այս հանդիպումից, մանրամասնում է Ժիրայր Ոսկանյանը։ Մեր եւ արտասահմանյան վերլուծաբանների մեծամասնությունը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության սառեցման դրա ռազմական փուլի վերսկսման սպառնալիքն առկա է։ Այս մասին Կովկասի բամբերին տված հարցազրույցում նշել է Մոսկովյան Կարնեգի կենտրոնի գիտխորհրդի անդամ Անդրեյ Ռյաբովը, հավելելով, որ գերտերությունների կողմից ռացիոնալության եւ հաստատակամություն ցուցաբերվելու դեպքում առաջին հերթին Ռուսաստանի կողմից այն հնարավոր կլինի սառեցված վիճակում պահել եւս բավականին երկար ժամանակ, չնայած ռազմական հավասարակշռությունը փոխելու կողմերի ձգտմանը։ Փորձագետը նման մոտեցումը բացատրում է նրանով, որ իր կարծիքով բոլորն առաջին հերթին հենց հակամարտող կողմերը քաջ գիտակցում են, որ մեծ մերձավոր արևելքում, ինչպես ամերիկացիներն են անվանում այդ տարածաշրջանը, եւս մեկ հակամարտությունը հղի կլինի ծանր հետևանքներով, ընդ որում ոչ միայն հարավային Կովկասի երկրների, այլև պետությունների մի լայն շրջանակի համար։ Սա ասելով Անդրեյ Ռյաբովն առաջին հերթին նկատի ունի Հայաստանում եւ Ադրբեջանում ռուսական շահերի իրագործման սպառնալիքները, հաշվի առնելով, որ
Վրաստանի առումով ամեն ինչ շատ թե քիչ հստակեցված է։ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ռազմական գործողությունների վերսկսումն անկասկած Հարավային Կովկասում Մոսկվայի շահերին հասցված ամենամեծ հարվածը կլինի։ Մեկ այլ փորձագետ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դոցենտ, Սանկտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արևելքի հետազոտական կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մոտ ժամանակներս բեկում պետք չէ ակնկալել։ Սոչիում նախատեսված հանդիպումն էլ լինելու է հրաժեշտի նախագահ Մեդվեդևի կողմից անցկացվող հունվարի 23-ի վերջին հանդիպումը, այնպես որ հանդիպումից որևէ բեկում ակնկալել պետք չէ, նշել է նա։ Արմ ռադիոյի հետ зрույցում մեկ այլ ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ընդհանուր առմամբ համամիտ է իր գոլեգաների հետ։ Действительно, я согласен со своими коллегами, что это действительно прощальная встреча. По-моему, по счету это уже 11-я будет встреча. Потому что все предыдущие саммиты тройки, они, в общем-то, хотя были официальные декларации, что стороны продвигаются к процессу урегулирования Карабахского конфликта, но в действительности такого не было, потому что ни та, ни другая сторона не предложила приемлемые условия. В конечном счете, главными разработчиками проекта Карабахского урегулирования являются сопредседатели Минской группы ОБСЕ. Последний их план на встрече в саммите в Казани полностью провалился. Здесь очень много точек зрения. Азербайджанская сторона обвиняет армянскую сторону, армянская сторона обвиняет во всем Азербайджан. Но по моей информации, здесь, конечно, в общем-то, выбились из колеи и стали вести себе не ординары, а все же азербайджанские дипломаты. Почему? Потому что они, просчитывая ситуацию и документы, так называемая дорожная карта, она, по моей информации, состояла как бы из двух вариантов. Предусматривающий Карабахскую урегулирование на основе мадридских принципов их не устраивало. Но я хочу напомнить, что именно мадридские принципы, интересно, что в армянской версии они опубликованы, они звучат. Вот азербайджанская версия, вообще она, понятно, неизвестна, хотя идет множество комментариев азербайджанских политологов с критикой их. Но напомним, главные базовые позиции – это освобождение ряд регионов Азербайджана в обмен на так называемый промежуточный статус Еревана. И самое интересное появление миротворческого корпуса. Азербайджан опасается того, что при придании так называемого промежуточного статуса Нагорному Карабаху дальше последует осуществление косовского сценария, и что референдум в Карабахе в конечном счете приведет к отделению Карабаха от Азербайджана. И плюс ко всему еще Азербайджан к этому не готов, потому что соответствующая статья Конституции не позволяет ему проводить подобного типа форумы на территории, которые формально и юридически входят в его состав. Вот это первое. И этот проект был сорван. К настоящему моменту, к этому саммиту 23 января, никаких более-менее приемлемых сценариев или каких-то новаций, которые мы могли бы вносить, или конфликтующие стороны, или, например, российское руководство, не просматривается. Это действительно будет прощальная встреча, хотя не исключено, что президент Медведев может озвучить какой-то свой новый оригинальный подход. Но времени для его осуществления, если только он такого есть, а какие-то разработки, конечно, российская сторона все же ведет. Время для его осуществления под его руководством, конечно, не остается. Քաղաքագետը համոզված է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորումն ընկած է Ռուսաստան-Թուրքիա հարթույթում։ Я думаю, что будущий сценарий кавказских событий будет писаться все же или в Стамбуле, или в Москве. Позиция России и Турции будет определяющей. Это первое. Второе, что становится неизбежным фактом ратификации Ереваном и Анкарой Цюрихский протокол. Документы в парламентах, они не аннулированы как юридические документы, просто речь идет о затяжке времени. Я думаю, что турецкая сторона все же пойдет на это. И третий момент очень серьезный, как будут договариваться с Азербайджаном. Пожертвуют ли турки Азербайджаном во имя своих национальных интересов для того, чтобы разблокировать свои отношения с Арменией. Ստանիսլավ Տարասովի պետերբուրգցի գոլեգա Սոտնիչենկոն ԵԱԿ Մինսկի խմբի գործունեությունն ընդհանրապես անօգուտ է համարում։ Նրա կարծիքով հաջողության հասնելու համար հակամարտության կարգավորման գործում սկզբունքորեն մեկ այլ միջազգային կառույց պետք է ներգրավվի, որը հաշվի առնելով նախորդի սխալները հակամարտության կարգավորմանն ուղղված նոր մոտեցումներ կառաջարկի։ Ավելին, նա կողմ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար տարածաշրջանային կազմակերպություն ստեղծվի, որի գլխավոր գործող անձինք կլինեն Ռուսաստանն ու Թուրքիան, ՄԱԿ-ի հովանի ներքո։
Վերլուծական էջ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Հրանտ, կարծիք հնչեց, որ հունվարի 23-ին կայանալիք հանդիպումը կարող է լինել հրաժեշտի հանդիպում այդ եռակողմ ձևաչափով։ Համաձայն եք արդյոք։ Հիմնական սկզբունքով այո, կարելի է նաև այդպես կոչել, որովհետև ակնհայտ է, որ Մեդվեդևի նախաձեռնած քաղաքականությունը կողմերի մերձեցման բերելու ինքը ի վերջո տապալվեց եւ հաջողությամբ չփսակվեց։ Այլ գործը, որ եկեք չկոչենք դա հրաժեշտի հանդիպում, այլ ընդհակառակը հնարավորություն է բացում, այսինքն բացում է այն պատուհանը, որը հնարավորություն կտա հաջորդ նախագահին որոշակի միջամտություն ցուցաբերելու եւ փորձելու դարձյալ այդ բանակցային գործընթացում նախաձեռնողական կողմը Ռուսաստանի պահելու այդ հնարավորությունն է բացում։ Իրականությունում ինչ տեղի ունեցավ, այդ մի քանի տասնյակից ավել հանդիպումները, որոնք կազմակերպեց Մեդվեդևը, բերեցին նրան, որ փաստորեն ավելի հայտնվեցին փակուղային իրավիճակում եւ արդեն բանակցություններին փոխարինման եկան ավելի շատ սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից։ Փորձագետները, նաև քաղաքական գործիչները համոզվեցին, որ ինչքան ավելի շատ է շահագործում այդ հարցը եւ փորձում է որոշակի ուղղությամբ տանել, ընդ որում արհեստականորեն տանել, այնքան այն ավելի վտանգավոր է դառնում։ Եվ հետեւաբար առաջացավ կոնսերվացնելու մի գաղափար, որը կարծում եմ ավելի ջատագովները ֆրանսիական կողմն է։ Ղարաբաղյան հարցի կարգավորումը գտնվելու է Ռուսաստանի ու Թուրքիայի տիրույթում, սա ռուսական քաղաքագետի դիրքորոշում է։ Եկեք նման քաղաքագետներին կոչենք Հիմքեր կան ամեն դեպքում նման վերլուծության։ Համենայն դեպս Թուրքիան ձգտում էր սրան եւ ամեն ինչ բոլոր ջանքեր գործադրեցին, որպեսզի առավել ներգրաված լինեն բանակցային գործընթացին։ Նրանք Ռուսաստանին առաջարկեցին եւ տնտեսական բավական հետաքրքիր համագործակցության պայմաններ եւ քաղաքական եւ այլն եւ այլն։ Ընդ որում հայ-թուրքական գործընթացը սկսելու Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի պատրաստականությունը դարձյալ բխում էր նրանց այդ ձգտումից, ինչ որ մի կերպ ներգրաված լինել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Եթե լինենք իրատես, Ռուսաստան, Հայաստան, Թուրքիա այս եռանկյունու մեջ Թուրքիան հասավ իր նպատակին։ Կարծում եմ ոչ, եւ դրա լավագույն ապացույցը այն է, որ թուրքերը պարզապես կասեցրեցին Հայաստանի հետ հարաբերությունները մերձեցնելու այս գործընթացը։ Իրականությունը այն է, որ Թուրքիան ավելի հետաքրքրված է ոչ թե Արցախյան հիմնախնդրի լուծմամբ, այլ ընդհանրապես հայկական հարցի վերացմամբ համաշխարհային միջազգային այդ քաղաքականության դաշտից։ Սակայն սա մի փաստ է, որի հետ համաձայն չեն լինի ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը եւ մանավանդ ոչ Հայաստանը։ Այսինքն, եթե կա որոշակի համագործակցություն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, ապա կարծում եմ, որ դա կավարտվի հենց այնտեղ, որտեղ կլինեն դրված արդեն Ռուսաստանի տարածաշրջանային շահերը եւ Հայաստանի տարածաշրջանային շահերը։ Ինչքան է որ գտնենք, որ փոքր է Հայաստանը եւ այլն, համենայն դեպս մենք ունենք այդ պոտենցիալը ներկայումս ռուս-թուրքական պայմանավորվածությունները խափանելու քաղաքականություն իրականացնելու։ Մինչև հակամարտության բուն կողմին, մյուս կողմին անցնելը Ադրբեջանին նկատի ունեմ, Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան հարաբերությունների մեջ Ռուսաստանը հաշվի առնում է Հայաստանի շահերը։ Չի կարող հաշվի չառնել, որովհետև դրանք բավական պրինցիպիալ դիրքորոշում է, որը մեր ղեկավարությունը ամենաբարձր մակարդակով պաշտպանում է բոլոր միջազգային ամբիոններում։ Բացի դրանից շատ կարևոր է հասկանալ, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները նրանք չեն կարող սահմանափակվել միայն տարածաշրջան, կոնկրետ մեր տարածաշրջանային համագործակցությամբ։ Կան մի շարք խնդիրներ, որտեղ նրանք ստիպված են լինում իրենց հայացքները ուղղել դեպի դաշնակիցներին, Թուրքիան դեպի արևմուտք, Ռուսաստանը այն երկրներին, հետխորհրդային տարածաշրջանի այն երկրներին, որոնց հետ համագործակցությունը դեռևս թույլ է տալիս Ռուսաստանին հանդես գալու որպես տարածաշրջանային գերտերություն։ Ուստի խոսել նրա մասին, որ Ռուսաստանը կարող է զանց առնել Հայաստանի շահերը, ապա կարծում եմ, որ սա մահացու հարված կլինի նախ եւ առաջ տարածաշրջանում Ռուսաստանի շահերին։ Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիան բավական ակտիվ գործողություններ իրականացնում Ռուսաստանյան Կովկասում իրավիճակը դեստաբիլիզացնելու ուղղությամբ։ Հրանտ, Ադրբեջանը կարծես թե անընդհատ մերժում է միջնորդների առաջարկները, ինչով է սա պայմանավորված։ Այո, բավական հետաքրքիր դիտարկում է եւ չեմ կարող ասել, որ Ադրբեջանն ավելի պահանջատեր է իր հարաբերություններում Արևմուտքի հետ, քան Հայաստանը։ Պարզապես իրավիճակը այնպիսին է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այդ հակամարտության չկարգավորված լինելը թույլ է տալիս Ադրբեջանի իշխանություններին լինել այնպիսին, ինչպիսին նրանք ուզում են։ Այսինքն
կլինի դա այդ մոնարխիստական ձգտումները, թե ոչ ժողովրդավարական գործողությունները եւ այլն, բոլոր այդ հանցագործությունները, որոնք իրականացում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ, պայմանավորվում է այն հանգամանքով, որ պատերազմ է եւ ստիպված ենք որոշակի նման քայլերի գնալ։ Հենց որ տեսնում են մի քիչ լարվածությունը իջնում է, սկսում են սադրանքներ սահմանում եւ այլն։ Այսինքն բոլորը արվում են միայն նրա համար, որպեսզի նման իշխանությունը, որը կա Ադրբեջանում, շարունակի իր գոյությունը եւ հետագայում։ Քաղաքական մանիպուլյացիաներ կարելի է այսպես ձևակերպել, որի արդյունքում գուցեև նպատակ կա դիվիդենդներ քաղելու եւ զոհի կերպար, նույնիսկ ոչ թե մանիպուլյացիաներ, այլ հանցագործություն, որը ուղղված է առաջի հերթին Ադրբեջանի ժողովրդի հանդեպ եւ երկրորդ միջազգային հանրության, որը ի հայտ է գալիս շանտաժի տեսքով եւ բավական լուրջ վտանգ է պարունակում տարածաշրջանային անվտանգության համար։ Անհանգստանալ կարելի է, որ ի վերջո մի օր, չգիտեմ, այդքան ժողովրդավար եվրոպական երկրները կարող է վանսան Ադրբեջանի այս հոխորտանքներին ու զոհի կերպար ստանալուն։ Կարծում եմ ոչ, Եվրոպային եւ մանավանդ Ամերիկայի Միացյալ Նահանգներին այս հարցում խաբել հնարավոր չէ։ Պարզապես նրանք փակում են աչքերը այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհաքաղաքական մրցակցությունը Ռուսաստանի հետ, Արևելքի հետ գտնվում է ոչ թե Կովկասում, այլ Միջին Ասիայի մերձավոր Արևելքում։ Եթե այդ սահմանը մի քիչ գա դեպի այս կողմ եւ մեր տարածաշրջանը դառնա իսկապես այդ աշխարհաքաղաքական մրցակցության գիզակետ, կարծում եմ, որ այդ ժամանակ գնահատականները շատ ավելի խիստ կլինեն։ Հետաքրքիր կլիներ լսել, որ փակում են աչքերը այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանում նավթ կա։ Ադրբեջանի նավթը արդեն իսկ պատկանում է եվրոպական կազմակերպությունների, որոնք գնում են այդ ամենը, արտահանում են իրենց ուզած ճանապարհներով եւ այլն։ Այստեղ կարծում եմ, որ նավթի գործոնը էական չէ։ Հակիրճ խնդրում եմ վերջին հարցս։ Ինչ ակնկալել հունվարի 23-ի հանդիպումից։ Կարծում եմ, որ այս անգամ նախագահները կսահմանափակվեն հայտարարությամբ, հետագայում բանակցությունները շարունակելու նման պատրաստակամություն հայտնող ինչ-որ հայտարարությամբ հանդես կգան։ Եթե խոսել իրավիճակային փոփոխության մասին, ապա այս ստեղծված իրավիճակում կարծում եմ նման բան հնարավոր չէ, որովհետև փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ պետք է ամեն ինչ սկսել զրոյից, ունենալ նոր առաջարկներ, մշակել նոր քաղաքականություն եւ դա կարծում եմ, որ մոտ ապագայում դրված կլինի այնուամենայնիվ ոչ թե Ռուսաստանի, այլ ֆրանսիական կողմի վրա, որոնք փորձում են ավելի նախաձեռնող լինել տարածաշրջանում։ Կտրուկ փոփոխություն, կոնկրետ քայլ, առաջընթաց, որոշում չի կայացվի։ Իհարկե, նման փոփոխություն չէ լինի նույնիսկ Կազանյան հանդիպման ժամանակ, եթե նույնիսկ այդ շրջանակային համաձայնագիրը ստորագրվեր, որովհետև խոսքը դեռևս գնում է ոչ թե իրական բանակցություններ սկսելու մասին, այլ այն լեզվի մասին, որը հիմքում պետք է լինի այդ բանակցային գործընթացը։ Այսինքն նույնիսկ այն դեպքում, երբ որ կարծես թե ամեն ինչ հասել է նա, որ պետք է ստորագրվեր որոշակի համաձայնագիր, իրավիճակային փոփոխություն չէր լինի։ Կլիներ միայն այն սկզբունքները կընդունվեին, որոնցով հետագայում բանակցություն կլիներ։ Հուսանք շատ կարևոր օր է հունվարի 23-ը, հատկապես եթե զուգահեռենք նաև Ֆրանսիայում սենատի օրինագծի։ Հետաքրքիր է նկատել, որ Ալիևը իրական հնարավորություն կունենա իր տղամարդկությունը ճակերտներով ցուցադրելու հենց իր օպոնենտի դիմաց եւ ոչ թե Բաքվում, երբ որ բարձր հայտարարություններ է անում նման ամեն մի որոշում ընդունելուց հետո։ Շնորհակալություն, այսքանը։ Վերլուծական էջ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Բարեկամներ, FM 107-ի եթերում շարունակվում է լուրերի հիմնական թողարկումը, Երևանում ժամը 18:23 Ստամբուլի առաջին Ատյանի 14-րդ դատարանն Ակոս թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի գործով ցմահ ազատազրկման է դատապարտել գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին։ Ըստ թուրքական Today Zaman պարբերականի գործով անցնող մյուս մեղադրյալ Էրհան Թունցելն արդարացվել է սպանության գործով, սակայն մեղավոր է ճանաչվել 2004 թվականի Ստամբուլի McDonald's-ի պայթյունը կազմակերպելու գործում ունեցած դերի համար եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Բացի այդ, հերքվեց նաև 2007 թվականի Դինքի սպանությանը պետության ներգրավվածության վերաբերյալ մեղադրանքը։ Այս որոշմամբ Թուրքիան ապացուցեց, որ շարունակվում է քաղաքական սպանությունների պետական ավանդույթը։ Նման կերպ են որակում որոշումից դժգոհ բազմահազարանոց բանակը։ 5 տարի տևած դատական գործընթացի ընթացքում նրանք ծիծաղեցին մեզ վրա։ Մենք չէինք սպասում, որ նրանք ամենամեծ կատակը կթողնեին վերջին պահի համար։ Դատարանի վճռը քննադատել է Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը։
Դատարանի վճիռը քննադատել է Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթինե Չեթինը։ Դինքի ընտանիքի փաստաբանը նաև խոստացել է օգտագործել դատական բոլոր հնարավոր միջոցներն ընդդեմ դատարանի վճռի, վստահեցնելով, որ առաջինատյանի դատարանի վճիռը Դինքի գործի միայն սկզբնական փուլն է։ Աղմկահարույց սպանության գործով դատավարության անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպություններ, մասնավորապես Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ այս որոշմամբ Թուրքիան ձախողել է իր այս դատավարությունը եւ այս գործում արդարություն բերել է։ Բնականաբար քննարկումներից անմասն չեն մնացել նաև հայ փորձագետներն ու մասնագետները, իսկ դատավարությանը on-line հետևող Արտակ Շաքարյանը այդուհանդերձ ուշագրավ մի փաստ է նշում։ Կասկածյալներից մեկը հստակ ասեց, որ ես Հրանտ Դինքի սպանության մասին ոստիկանությանը ասել եմ, զգուշացրել եմ մի քանի ամիս առաջ։ Եվ այս ինֆորմացիան ունենալով դատարանը փակում է գործը։ Այսինքն դատարանը չի գնում ոստիկանություն Տրաբզոնի հետախուզության բաժին ու չի պահանջում, թե ինչու չեք հետևել այս լրտեսի նորություններին։ Հստակորեն դատարանը պարզապես կոծկեց, մեղադրվեցին եւ դատապարտվեցին միայն ատրճանակի ձգան քաշողները, իրական պատվիրատուները մնացին ազատության մեջ։ Հաշվի առնելով այն, որ Հրանտ Դինքը հայ-թուրքական հարաբերությունների խորհրդանիշ է համարվում, նրա սպանության խայտառակ դատավճիռի երգը կարող է իր ազդեցությունն ունենալ հունվարի 23-ին Ֆրանսիայի սենատում ընդունվելիք հակաթուրքական որոշման վրա։ Իսկ դատավճիռից հետո Հայաստանը կարող է խոսել այն մասին, որ Թուրքիան իրավական արդար երկիր չէ եւ ճնշում է իր տարածքում ապրող ազգային փոքրամասնություններին, մասնավորապես հայերին։ Ակնհայտ է, որ շարունակվում է ցեղասպանության գիծը, քանի որ Հրանտ Դինքը ամեն ինչից զատ սպանվեց հայ լինելու համար, փաստում է Արտակ Շաքարյանը։ Թուրքիան ասում է եկեք քննարկենք հայոց ցեղասպանությունը, հա, եկեք հանձնաժողով ստեղծենք անկախ, որտեղ թուրք պատմաբանները հայ պատմաբանների հետ կքննարկեն հայոց ցեղասպանությունը։ Մենք հենց Հրանտ Դինքի գործի հիման վրա կարող ենք ցույց տալ, որ ոչ մի թուրք պատմաբան խելքը գլխին, որը իր կյանքի հանդեպ որևէ զգացում ունի, չի կարող խիզախել եւ նույնիսկ ցեղասպանություն եղելության մեջ համոզված լինելուց հետո բարձրաձայնել, որ այո տեղի է ունեցել ցեղասպանություն, որտեղ իր կյանքի հանդեպ ինքը վստահություն չի ունենա։ Դատախազը դատարանից պահանջել էր ՑՄԱ դատապարտել Դինքի սպանության մեջ մեղադրվող 7 մարդու, իսկ դատավճիռի հրապարակումից հետո ասել է, որ ինքը կբողոքարկի դատարանի վճիռը։ Արդեն 5 տարի է, որ բոլոր փաստերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ մենք չենք բավարարվի սպանությունը գործած 2 կամ 3 մարդկանց պատժելով։ Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր Ակոս շաբաթաթերթի խմբագրության շենքի դիմաց 2007 թվականի հունվարի 19-ին։ Հրանտի ընկերներ կոչվող խումբը, որի անդամները դատական բոլոր նիստերի ժամանակ բողոքի ցույցեր է կազմակերպել դատարանի շենքի առջև, այսօր նույնպես հավաքվել էին Ստամբուլի առաջինատյանի դատարանի շենքի դիմաց։ Հարյուրավոր մարդիկ մեկնել էին ցուցապաստառներ, դատական այս գործն այսօր չի ավարտվի վերտառությամբ։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Եվրատեսիլի պաշտոնական կայքում հրապարակվել է այն երկրների ցուցակը, որոնք պատրաստվում են մասնակցել Եվրատեսիլ 2012-ին։ Դրանց թվում է նաև Հայաստանը։ Ըստ այդմ կարելի է եզրակացնել, որ լինել չլինելու, ավելի ճիշտ մասնակցել չմասնակցելու հարցը փակված է։ Մենք մասնակցելու ենք, ինչն էլ բուռն քննարկումների առարկա է դարձրել մեր հանրության համար։ Ու հատկապես վառ դա արտահայտվել է սոցիալական ցանցերում։ Մանրամասները ռեպորտաժում։ Այո, մենք մասնակցելու ենք Բաքվում կայանալիք երգի մրցույթին եւ դեռ չգիտենք, թե ով է ներկայացնելու Հայաստանը։ Այս մասին քննարկումներն ընտրության կարգի մասին տեղեկությունները դեռ առջևում են։ Հայաստանը Եվրատեսիլ 2012 երաժշտական մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել է, ինչպես ներկայացրել են նախորդ տարիներին։ Այս մասին Արմ ռադիոյի հետ զրույցում հայտնեց Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։ Մենք մասնակցության հայտ ենք ներկայացրել, ինչպես ամեն տարի ներկայացնում ենք եւ այս տարի եւս ներկայացրել ենք։ Մնացած բոլոր մյուս մանրամասն հարցերի մասին, ժամկետների մասին, ընտրության կարգի մասին, այսինքն շատ հարցերի մասին արդեն ավելի մանրամասն մեր խորհրդի նախագահ պարոն Հարությունյանը առանձին մամուլի ասուլիսով հայտարարությամբ ինքը հանդես կգա եւ ավելի կմանրամասնի բոլոր պայմանները, բոլոր հարցերը եւ այլն։ Սակայն մինչ մասնակցի տեխնացությանն անցնելը շատերի համար դեռևս արդիականությունը չի կորցրել հենց բուն մասնակցել չմասնակցելու հարցը։ Հայաստանյան հասարակությունը կիսվել է երկու ճամբարի։ Մի մասը կտրուկ դեմ է, մատնանշելով, որ առաջին հերթին լուծված չէ մեր պատվիրակության անվտանգության խնդիրը։ Ընդդիմացողները բերում են բազմաթիվ այլ փաստարկներ, դրանց թվից է նաև զուտ բարոյահոգեբանականը։ Իսկ մյուս մասը ճիշտ հակառակ կարծիքի է։ Մենք պարտադիր պետք է մասնակցենք, քանի որ տիրապետում ենք այն ներուժին, որը կբերի մեզ հաղթանակի։
Տեղեկատվական պատերազմների փորձագետներից ոմանք կողմ են, նշելով, որ այդպիսով ադրբեջանցիները ստիպված կլինեին պատասխանել միջազգային հանրության բազմաթիվ անհարմար հարցերի, թե ինչու այդքան շատ սպառնալիքներ են տեղում հայաստանցի մասնակցիկ հասցեին, թե ինչու ազերիներն ի վիճակի չեն անվտանգության երաշխիքներ տալու եւ այլն։ Այնուամենայնիվ մեզ համար նվազագույնը դեռ պարզ չէ, թե ընդհանրապես ով է ներկայացնելու Հայաստանը ու արդյոք մասնակիցը պատրաստ կլինի հոգեբանական ճնշմանը։ Ու ակնհայտորեն ոչ միայն ադրբեջանական կողմից, այդ ճնշումն արդեն այսօր է երևում հայկական կողմից ոչ պակաս է լինելու։ Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2012-ը կայանալու է Բաքվում։ Ժիրայր Ոսկանյան, Arm Radio։ Հարգելի ռադիոլսողներ, թեմայի շուրջ Arm Radio-ի ստուդիայում զրուցելու ենք քաղաքագիտության տեխնացուներ Արման Սաղաթելյանի եւ Անժելա Էլիբեկովայի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Եվ այսպես, քաղաքական տեսանկյունից որքանով է նպատակահարմար Հայաստանին մասնակցել Եվրատեսիլ 2012-ին։ Համեցեք Անժելա։ Ճիշտն ասած, զուտ պրոպագանդային առումով մեզ համար դա շատ ձեռնտու կլիներ Բաքվի բեմից հնչեցնել հայկական մեր կուլտուրայի ինչ որ, հա, ներկայացնելը կամ ավելի շատ քարոզելը, որովհետեւ մեր մասին։ Քարոզչական տեսանկյունից դա հարմար կլիներ, բայց բուն անվտանգության տեսանկյունից կան շատ հարցեր, որոնք լուծված չեն, եւ որոնց մասին ինձ թվում է ավելի մանրամասն մի քիչ ուշ կխոսենք։ Անշուշտ, ես ուզում եմ նաև ռադիոլսողներին հիշեցնել, որ մեր լուրերի թողարկումից անմիջապես հետո հյուրերի հետ կզրուցենք այս թեմայի շուրջ առավել ընդգրկուն եւ կունենանք ուղիղ հեռախոսակապ, այդ ընթացքում նրանք եւս կարող են իրենց մասնակցություն ունենալ։ Իսկ հիմա գանք հարցին, Արման, թերևս ձեր տեսանկյունից ինչով է պայմանավորված մասնակցության կամ չմասնակցության այսպես հիմնավորումը։ Կարծում եմ նույն տեսակետից, քանի որ մենք գործընկերներ ենք ու էլի քարոզչական ասպեկտը կքննարկենք քաղաքագիտության եւ այս առումով շատ լավ ճանաչելով իրենց հոգեբանությունը, քանի որ բազմիցս առիթ եմ ունեցել տարբեր պատվիրակությունների կազմում իրենց հետ շփվելու, առնչվելու ու ընդհարվելու այդ թվում, պետք է ասեմ, որ այն պահից դրա մի տեսակ չի լինում, դե չի կարող լինել, բայց գիտեք, ես այն տեսակետի կողմնակիցն եմ, որ իրենց վրա ճնշումը երբեք չպիտի դադարեցվի, որպեսզի իրենք հանկարծ չմոռանան ով է ով եւ այդ տեսակետից ես կարծում եմ, որ դա անմիջապես դառնում է իրենց գլխացավային պահից հենց մենք հայտարարում ենք, որ մենք մասնակցելու ենք ու իրենք անմիջապես իմ կարծիքով փոխելու են իրենց դիրքորոշումը եւ սպառնալիքներից անցնելու են նաեւ այլ տեսակետներ շրջանառության մեջ դնելու, որտեղ մենք կովկասյան ժողովուրդ ենք, թե հյուրընկալ լինենք, թող գան, թող եւ այլն։ Այսինքն ես չեմ կարծում, որ այդ սպառնալիքները, որոնք որ կան, այդքան էլ ռեալ են կամ վտանգը, որը մեր պատվիրակության անդամներին սպառնում է, ավելին է, քան մեր զինծառայողներին, որոնք այսօր դիրքերում են կանգնած եւ պահում են մեր սահմանները։ Մեզ համար, Հայաստանի համար, երկիչների համար, կարծում եմ ամենակարևոր գործոնը դա անվտանգությունն է։ Սակայն Եվրատեսիլի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում Հայաստանի ներկայացուցչի անվտանգությունն ապահովելու է ինչպես բոլոր երկրներին է։ Սա մեզ մխիթարում է թե ոչ։ Հավատանք թե չէ։ Կարծիքով ոչ, որովհետև Եվրոպայի կողմից հնչեցրած հայտարարությունների մեջ ասվում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ապահովում է բոլորի համար հավասար պայմաններ, բոլոր դելեգացիաների, բայց վերջիվերջո հայկական դելեգացիան բոլորը չեն եւ պետք է հասկանալ, որ հայկական դելեգացիային պետք է մի քիչ ավելի շատ ուշադրություն անվտանգության նկատառումներով, հա, եվրոպացիներին շատ դժվար է բացատրել ինչու Բաքվում կարող են մտնել գիշերը ձեր սենյակ, հա, հյուրանոցում եւ դες ուղղակի սպանել։ Դժվար է բացատրել, որ կան Ռամիլ Սաֆարովներ։ Ինչու է դժվար, ի վերջո Բուդապեշտը այսպես դարերի խորքում չէ։ Եթե եվրոպացիները ընկալեին դա այնպես ինչպես մենք ենք ընկալում, արդեն վաղուց Հայաստանին տվել էին ինչ որ ավելի լուրջ գարանտիաներ։
քարոզի PR-ի պակաս ունենք Արման։ Չէ, ես կարծում եմ, որ հենց նույն այդ տեսակետից միգուցե եվրոպացիները այդքան էլ լավ չեն գիտակցում ինչումն է հարցը, բայց ադրբեջանական կողմը միանշանակ գիտակցում է այդ ամբողջ պատասխանատվությունը, որը նա կրելու է եւ գիտեք, նույնիսկ վատ երազում չի տեսնի, որ հայկական պատվիրակության որևէ մեկի անդամից որևէ մեկի գլխից նույնիսկ մաս պակասի եւ ես նույնիսկ համոզված եմ, որ առանձին այդ հարցով կանցկացնեն մի շարք անվտանգության խորհրդակցություններ, աննախադեպ միջոցառումներ, որ հանկարծ որևէ բան տեղի չունենա, որովհետեւ կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում, թե ինչպիսի մեծ ռեպուտացիոն ռիսկերի հետ գործ ունի այս պարագայում Ադրբեջանը եւ ոչ միայն ֆիզիկական անվտանգության մասին է խոսքը, այլ հանկարծ եթե որևէ մեկը մեր պատվիրակությունից ընդկճվի, իրեն լավ չզգա կամ ուտելիքը չմարսի եւ այլն։ Ես կարծում եմ, որ շատ ահռելի գլխացավանք է Ադրբեջանի համար եւ կարծում եմ, որ մենք չպետք է իրենց նվիրենք այդ գլխացավից ազատվելու այդ մեծ պարգևը։ Ոչ։ Այսինքն չմասնակցելով մենք հաճույք կպատճառենք Ադրբեջանին։ Չմասնակցելով մենք ի վերջո գնում ենք այն ճանապարհին, որին որ մեզ դրդում են, որ մենք գնանք, որպեսզի դա սարքեն հերթական շարքման թեմա, սկսեն ճարաշահել այդ հարցը, որ ու ի վերջո իրենց քարոզչական նպատակներով դա սկսեն ավելի շատ օգտագործել, որ դե վախեցան, դե բա իհարկե, բա հո չեն կարագային, բայց ով կհամարցակվեր, բայց մենք վախը ասեցինք, չէ, որ ախր դուք ինչ գործ ունեք եւ այլն։ Այսինքն մի շարք անհեթեթ մեկնաբանություններ են լինելու։ Իդեպ ես ասեմ, որ միանշանակ չէ, ոչ գնալը, ոչ չգնալը, այսինքն մենք կարծում եմ այսօր կքննարկենք եթե գնալ, ապա ինչու եւ եթե չգնալ, ապա ինչու։ Եվ երկու տեսակետն էլ տրամաբանություն ունեն եւ կարող է լինել եւ այս եւ այն տեսակետը եւ կարծում եմ մեզ մոտ այսօր հետաքրքիր զրույց կլինի, առավել եւս եթե մենք հնարավորություն կունենանք լսելու նաեւ մեզ միացող այո, ռադիոլսողները այդ հնարավորությունը կունենան, եթե ունեք ավելացնելու բան Անժելա, հակիրճ խնդրում եմ։ Հա, ես ճիշտն ասած ավելի կողմ եմ չգնալու, հա, տարբերակին եւ մեզ մոտ ինձ թվում է այսօր շատ հետաքրքիր դիսկուսիա կստացվի Արմանի հետ, թե ամեն մեկս մեր տեսանկյունն ենք պաշտպանելու, մեր արգումենտացիան բերենք եւ ինձ թվում է հետաքրքիր կստացվի։ Եթե հետեւել եք սոցցանցերին, իսկ ինչպիսի տեսակետներ են դեռ սպասում ռադիոլսողների կողմից։ Հարգելի ռադիոլսողներ, ես հիշեցնեմ, որ ստուդիայում են քաղաքագիտության տեխնացուներ Արման Սաղաթելյանը եւ Անժելա Էլիբեկովան, մենք մեր զրույցը կշարունակենք մեր լուրերի թողարկումից անմիջապես հետո, հիշեցնեմ, որ կգործի նաեւ ուղիղ հեռախոսակապ, որի միջոցով դուք եւս կարող եք մասնակցել զրույցին։ Շնորհակալություն այս պահին այսքանը, մենք շարունակենք մեր թողարկումը եւ անդրադառնանք մյուս թեմաներին։ Սփյուռքի ներուժը համախմբելու Հայաստան-Սփյուռք մասնագիտական կապերը սերտացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունն անցած տարի անցկացրել է 12 համաժողով, գիտաժողով, խորհրդաժողով, կլոր սեղան, փառատոն։ Իսկ 2011 թվականի կարևորագույն աշխատանքներից եղել է Արի տուն ծրագիրը, որն իր շարունակությունն է ունենալու նաև այս տարի։ Սփյուռքի նախարարության ջանքերով ստեղծվել են տարրական, միջին եւ բարձր մակարդակների համար արևմտահայերենի միասնական դասագրքերի էլեկտրոնային տարբերակները։ Ամենօրյա եւ մեկօրյա դպրոցների համառոտ տեղեկագիրքը խթանվել է հայրենադարձության ծրագիրը 2011 թվականին կատարած ամփոփեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նախարարը թվարկեց նախորդ տարվա ընթացքում արձանագրած ձեռքբերումները։ Սփյուռքի հետ աշխատանքի արդյունքում մենք հասել ենք նրան, որ եթե մինչև 2007-8 թվականը ընդամենը 3000 մարդ էր դարձել երկքաղաքացի, արդեն այսօր մենք կարող ենք շեշտել, որ մոտ 30000 մարդ դարձել է երկքաղաքացի, որի 50%-ը 2011 թվականի ընթացքում։ Մենք օգնել ենք նաև էկոնոմիկայի նախարարությանը, զբոսաշրջությանը եւ այսօր զբոսաշրջության թիվը մեր երկրում 20-25%-ով աճ է արձանագրել։ Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև մոտ 30 մեկօրյա դպրոցների ստեղծումը Սփյուռքյան տարբեր կառույցներում եւ տարածքներում, ինչպես նաև ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հետ կապված աշխատանքների աշխուժացումը Հայաստանի Հանրապետության նախագահի հայտնի հրամանագրի համաձայն։
2012 թվականին շարունակվելու են բարեփոխումները կրթության եւ գիտության համակարգում։ Հատուկ ուշադրություն է դարձվելու կրթության որակի բարձրացմանը, պայմանների բարելավմանը, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Նախարար Արմեն Աշոտյանը խոսելով 2012 թվականի կատարվելիք աշխատանքների մասին նշել է, որ լուրջ քայլեր են իրականացվելու կրթություն աշխատաշուկա կապի ամրապնդման ուղղությամբ։ Թեման շարունակում է Աննա Գզիրյանը։ Գաղտնիք չէ, որ ինչպես այլ համակարգեր կրթականը նույնպես զերծ չեն կոռուպցիոն դեպքերից, այն որ շատ ուսանողներ ստուգարքը կամ քննությունը ստանալու համար փորձում են դիմել գումարի օգնությանը, թերևս նորություն չէ։ Այս մասին են վկայում կրթության ոլորտում կոռուպցիոն խնդրի առկայության վերաբերյալ անցկացված մի շարք սոցիոլոգիական հարցումներ։ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը փոքրինչ թերահավատորեն է մոտենում այդ հարցումներին, որովհետեւ հարցման մասնակիցը կրթական համակարգում կոռուպցիոն խնդրի առկայության վերաբերյալ դրական պատասխան տալուց հետո ասում է, որ ինքը երբևէ դասախոսի կամ ուսուցչի գումար չի տվել, բայց լսել է, որ նման դեպքեր կան։ Եթե հարցման մասնակիցները նման պատասխան են տալիս, դա դեռ չի նշանակում, որ խնդիրը ոլորտում չկա։ Թերևս նման պատասխանն ինչ որտեղ բնական է, որովհետև մարդիկ վախենում են կամ էլ պարզապես ավելորդ խնդիրների առաջ չեն ուզում կանգնել։ Նախարարը չի հերքում խնդրի առկայությունը եւ նշում է, որ այն իր ուշադրության կենտրոնում է։ Ուրեմն, եթե վախենում են, բայց շահագրգռված են կոռուպցիայի մեջ, ուրեմն կոռուպցիան չի վերան այն տեմպերով, որով մենք ուզում ենք։ Եթե ուսանողը միջև այսօր վախենում է ու շահագրգռված է կոռուպցիայի մեջ, թե վերջնական սպառողը ուզում է, որ նման տարբերակ լինի քննություն ստանալու, ծանր կլինի ինձ ու ձեր համար պայքարել դրա դեմ։ Եթե վերջնական սպառողը նախ սովորի, այնուհետև դեմ լինի, ինչպես նաև մեր կողքին կանգնի ու պայքարի այդ արատավոր երևույթի դեմ, ապա այդ ժամանակ իհարկե չեմ կարող ասել ամբողջությամբ խնդիրը կվերանա, բայց գոնե կտրուկ կնվազի, ասաց նախարարը։ Արմեն Աշոտյանի խոսքով կոռուպցիայի դեմ պայքարում պետք է ներգրավված լինեն հասարակության լայն շերտերի ներկայացուցիչներ, ովքեր կլինեն հետևողական եւ աչք չեն փակի նման դեպքերի վրա։ Թե մեզանից յուրաքանչյուրն ինչ ճանապարհ է ընտրում բուհն ավարտելու համար եւ դիպլոմ ստանալուց հետո ինչպիսի մասնագետ է դառնում, դա հարցի մի կողմն է։ Այսօր լուրջ խնդիր է ավարտելուց հետո աշխատանք գտնելը։ Հաճախ խոսվում է այն մասին, որ տարեկան մեծ թվով տնտեսագետներ կամ իրավաբաններ են ավարտում, սակայն պարզվում է, որ դրանց փոքր տոկոսն է պետությանն անհրաժեշտ։ Արդյունքում գործազուրկի կարգավիճակ են ստանում բազմաթիվ բարձրագույն կրթություն ունեցող անձինք։ Այս համատեքստում ո՞րն է կրթության եւ գիտության նախարարության քաղաքականությունը։ Պետության դերակատարությունը հետևյալն է. պետական պատվերը բաշխել ըստ պետության գերակայությունների, տնտեսության մեջ, հասարակական զարգացումների մեջ եւ այլն։ Օրինակ, մեր պետպատվերը վերջի 2 տարիների ընթացքում գնալով ավելի շատ գնում է դեպի տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, մշակույթ, արվեստ, հայագիտություն, այն ինչ որ պետության համար կարևոր է, տնտեսության գերակայության եւ հասարակական գերակայության տեսակետից։ Պետության քաղաքականությունը քաղաքականություն, բայց կրթությունը նաեւ շուկա է, խորհրդային ժամանակները չեն, ասաց նախարարն ավելացնելով, որ ազատ ծառայություններ են մատուցվում կրթական շուկայում։ Կրթությունը ծառայությունը, որը գնելիս պետք է մի հատ հասկանալ, դա քեզ հետո պետք է գալու, թե ոչ։ Պետության կարգավորիչ դեր կա, բայց որոշիչ դեր լինել չի կարող, որտեղ մենք ազատական հասարակության, ազատական կրթական համակարգի, ազատական շուկայի կողմնակիցներ ենք այս հարցում։ Այն, որ կրթական շուկան ազատ է եւ մասնագիտություն ընտրելը թողնված է դպրոցի շրջանավարտի ցանկության վրա, դա հասկանալի է, սակայն քիչ չեն դեպքերը, երբ աշակերտներն ընկնում են մոդայիկ մասնագիտությունների հետևից, նույնիսկ չպատկերացնելով, թե ինչ է դա իրենից ներկայացնում եւ ավարտելուց հետո մնում գործազուրկ։ Այստեղ թերևս լուրջ անելիք ունի երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը։ Կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանի խոսքով խնդիրը բավական մտահոգիչ է։ Դպրոցների բարձր դասարաններում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ աշակերտներ չեն տարբերում մասնագիտությունը զբաղմունքից։ Հարցնում ենք նախասիրությունը ինչ մասնագիտություն կընտրեք, նրանք ասում են նախարարի, գիտնականի, այսինքն երեխան արդեն ավարտական դասարանում պատկերացում չունի, որ որն է պաշտոնը, որն է զբաղմունքը, որն է մասնագիտությունը։ Էլի մշտապես ընտրում են տնտեսագետ, իրավաբան մասնագիտությունները, հաճախ սկսել են ընտրել արդեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտություններ, սակայն ցավով պետք է ասեմ, որ նրանք այդ ընտրությունն էլ անելուց լիարժեք չեն պատկերացնում, թե այդ մասնագիտությունը իրենց ինչ է ներկայացնում։ Իսկ ո՞րն է հարցի լուծումը? Հայկուհի Գևորգյանի խոսքով հարցի կառուցողական լուծումը միասնական քաղաքականության իրականացումն է։ Անհրաժեշտ է դեռևս դպրոցական վաղ շրջանից աշակերտի հետ աշխատանք տանել, որպեսզի նա մասնագիտություն ընտրելիս հաշվի առնի եւ իր անձնական որակները եւ աշխատաշուկայի կանխատեսվող պահանջարկը։ Աննա Գզիրյան, Արմ ռադիո։
Հարգելի ռադիոլսողներ, Երևանում ժամը 18:43 րոպե, FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Լսեք հաջորդիվ։ Պետբյուջեն 101 միլիարդի համալրման պահանջ է դնում, ինչպես այն հայթայթել։ Ինչպես են բանկերը վերադարձնում պարտքերը բնակչությունից։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Եվ այսպես, ինչպես է հաջողվելու լրացուցիչ 101 միլիարդ դրամ ապահովել պետբյուջեում։ Հարցի պատասխանն արդեն տվել է կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը։ Իրենք տարածքային մարմիններին զինելու են բոլոր լծակներով, խոշորացույցի տակ են առնելու խոշոր հարկատուներին նախանշված եկամուտներն ապահովելու համար։ Մանրամասները ռեպորտաժում։ 2012 թվականին Հայաստանի պետական բյուջեում լրացուցիչ 101 միլիարդ դրամ ապահովելու նպատակով պետական եկամուտների կոմիտեն իր տարածքային մարմիններին զինելու է օրենսդրական եւ վարչարարական բոլոր լծակներով։ Դրանք ապահովելու են հիմնականում տնտեսական աճով, որը հավանաբար կկազմի 4%։ Այստեղ կարևոր է նաեւ հարկային եւ մաքսային վարչարարությունը, ինչպես նաեւ հարկերի հավաքագրման գործընթացը։ Կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի փոխանցմամբ իրենց կառույցը գիտակցում է խնդրի կարևորությունը, սակայն բյուջեի կատարման հիմնական թիրախներն արդեն առանձնացվել են։ Մասնավորապես մարզերում եւ մայրաքաղաքում հանդիպումներ են կազմակերպում խոշոր հարկատուների հետ, որոնց վրա էլ ընկած է հիմնական հարկային բեռը։ Ասեմ, որ պետական բյուջեի եկամուտներում 3-4 հազար հարկ վճարողը վճռական դերակատարություն ունեն, դրանք ավելացված արժեքի հարկ վճարողների այն մասն է, որոնց շրջանառությունները գերազանցում է 100 միլիոն դրամը եւ նրանք ապահովում են պետական բյուջեի եկամուտների շուրջ ուրեմն 80%-ը։ Ելնելով այդ հանգամանքից կանխատեսում է, որ 2012 թվականին համամասնությունը կպահպանվի, այդ ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվին մենք կապահովենք եկամուտների գերակշիռ մասը։ Լրացուցիչ հարկային եկամուտների մի մասն էլ բաժին կընկնի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Հույդա խմբակցության падգամավոր Արա Նռանյանն էլ այն կարծիքին է, որ հարկային եկամուտների հաշվին պետական բյուջեն կկատարվի, սակայն այստեղ խնդիրն այլ է։ Մենք միշտ էլ ասել ենք, որ ստվերը ավելի շատ է եւ ավելի շատ պետք է լինի պետական բյուջեն։ Այսինքն այս պետական բյուջեն մեր խմբակցությունը երբեք չի ասել, որ բյուջեի եկամտային մասը չի կատարվում։ Որովհետև ռեսուրս շատ կա, խնդիրը թե որտեղից են հավաքելու, դա արդեն կյանքը ցույց կտա։ Չնայած նրան, որ փոքր բիզնեսը շարունակում է մնալ արտոնյալ պայմաններում, այսինքն նրանք ազատված են ավելացված արժեքի հարկ վճարելուց, սակայն Արմեն Ալավերդյանի խոսքով վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում միջինում մեկ ձեռնարկություն հարկային մարմիններին ներկայացնում է շատ ցածր շրջանառություն, տարեկան այն կազմում է 15-ից 20 միլիոն դրամ։ Հետևաբար մենք այդտեղ որոշակի ռիսկեր տեսնում ենք այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնք ակնհայտորեն իրենց շրջանառությունները մեզ չեն ուզում հայտարարեն, որոնք բացառապես կանխիկ գործարքներով են աշխատում, որոնք անպայման միջին կամ խոշոր բիզնեսի փոխկապակցված սուբյեկտներ են, եւ փոքր միջին բիզնեսին մենք չենք անհանգստացնելու իհարկե մեր ստուգումներով, հսկողության մյուս գործիքներով, այստեղ եւս ռիսկեր կաշխատացնենք, այսինքն տասնյակ հազար տնտեսվարող սուբյեկտներից մենք առանձնացնենք այն տնտեսվարող սուբյեկտներին, ու մոտ այդ ռիսկը մենք իրականում կտեսնենք։ Հարկային բարեփոխումների շրջանակներում ընտրական տարում պետական եկամուտների կոմիտեն նվազագույնի կհասցնի ընկերություններում իրականացվող ստուգումներն ու շփումները։ Հարկային ստուգումները իրականացվելու են շուրջ 2000-ից ավելի սուբյեկտների մոտ, որոնց ընտրել է կառավարությունը համապատասխան որոշմամբ։ Եթե հարկ վճարողները վճարեն իրենց հարկերը եւ ապահովեն պետբյուջեի եկամուտները, ապա չեն հայտնվի ռիսկային խմբում, ամփոփել է Արմեն Ալավերդյանը։ Լուսինե Նորեկյան, Արմ ռադիո։ Հայաստանում գործում է 22 բանկ եւ գնալով աճում է բնակչության գործարքների թիվը բանկերի հետ։ Պատահում են նաեւ դեպքեր, երբ գոյացած պարտքերը չմարելու պատճառով պետությունը գործի է դնում իր կառույցներից մեկը՝ դատական ակտերի հարկադիր ծառայությունը։ Ներկայում 18000 վարույթ կա ԴՀԿ-ում։ Վիճակագրությունը ներկայացնում է ծառայության պետ Միհրան Պողոսյանը։ Եթե ձեր տուն է այցելել դատական ակտերի հարկադիր ծառայության ներկայացուցիչը, մուգ կապույտ համազգեստով մի ծառայող նշանակում է ֆինանսական լուրջ խնդիրներ ունեք։ Ներկայում այդպիսի խնդիրներ ունեն 18000 ֆիզիկական ու իրավաբանական անձինք, քանի որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2011 թվականին ընթացք է տրվել հենց 18000 գործի։ Վարույթ կազմելուց հետո 2 ամսվա ընթացքում հարկադիր ծառայողը պետք է կարողանա բռնագանձել պարտք ունեցողի X գումարը։ Դատական ակտերի հարկադիր
դիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ վերջին 2 տարիներին բռնագանձումների աճ է արձանագրվել։ Միհրան Պողոսյանը դա պայմանավորում է իրենց կառույցի նկատմամբ վստահությամբ։ Ծառայությանն են դիմում դրա համար, այ ոչ թե ինչ-որ հեղինակությունների կամ չգիտեմ ինչ-ինչ ձևերով փորձում են իրանց գումարը հետ բերել։ Դա իհարկե ուրախացնող փաստ է։ Կա նաև կանխամտածված սնանկություն երևույթը, երբ քաղաքացին կամ կազմակերպությունը տարբեր եղանակներով թաքցնում է իր ունեցվածքը, որպեսզի ծառայությանը ցույց տա, թե ինքը սնանկ է եւ որևէ կերպ չի կարող վճարումներ կատարել։ Օրինակ անցյալ տարի նման 17 դեպք է հայտնաբերվել։ Խոսքը տասնյակ միլիոն դրամների մասին է, նշում է ծառայության պետը։ Այս դեպքում, ինչպես գլխավոր հարկադիր Պողոսյանն է ասում, տեխնոլոգիաների շնորհիվ մեկ կոճակի սեղմումով հարցումներ են արվում բանկերին, կադաստրի պետական կոմիտե, մաքսային հարկային մարմիններ եւ պարզվում է իրական պատկերը։ Կոպիտ ասենք, հա, 1 միլիոն դրամ պարտք է, 2 միլիոն դրամ պարտք է, բայց գումարը հայտնաբերվել 1 միլիոն 500,000 դրամ։ Այդ դեպքում մենք արդեն կասեցնում ենք վարույթը։ Կասեցնում ենք վարույթ եւ գնում է դատարան։ Մենք ընդհանրապես հիմքեր են գտնում եւ գրություն ենք ուղարկում դատախազություն քրա իրավական գնահատական տալու համար։ Եվս մեկ նորամուծություն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում։ Ծառայության աշխատանքի բարեփոխումների շրջանակներում ավելացել է կին հարկադիրների թիվը։ Սողոմոնյան Ասյան մեկն է 10 կին հարկադիրներից, ով արդարադատության լեյտենանտ է, աշխատում է սեպտեմբեր ամսից որպես հարկադիր կատարող։ Բավականին շատ դեպքեր են եղել, նույնիսկ մենք համազգեստով մտել ենք բնակարան եւ շատ պարտապաններ գոհունակություն են հայտնել, որ կինը մի քիչ ավելի մեղմ, թեկուզ իրանց հոգսերը լսելուց ավելի մեղմ ենք ամեն ինչ ասում, դե հարկադիր կատարվում բնականաբար պարտապաններին հիմնականում դուր չի գալիս։ Հարցեր կան, որ ձեռքը սեղանին խփելով պետք չէ լուծել։ Այս կարծիքին է Միհրան Պողոսյանը։ Անկամ մեզ ասում են սկզբից, ախր ոնց կլինի հարկադիր կատարողը կին գեղեցիկ աղջիկա գնա պարտապանի տուն, ասի շատ կներես հերոստացույցը հանում եմ։ Ոնց արեք տեսեք, որ այս կինը մտնում է, այդպես քննարկումներ չի լինում։ Չէ, գիտեք, գումարն են վճարում։ Զարուհի Մեջլումյան, Արմ ռադիո։ Մի շարք արտախորհրդարանական կուսակցություններ ընտրություններից առաջ միավորվել են եւ Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ են ներկայացնում։ Մասնավորապես համամասնական եւ մեծամասնական ձևաչափերի հետ կապված ու ընտրություններին մասնակցելու համար 8 միլիոն հարկավճարի փոփոխություններ կատարել։ Մանրամասնում է Նունե Ավետիսյանը։ Հայաստանի մի շարք արտախորհրդարանական կուսակցություններ հանդես են եկել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջարկություններով։ Մասնավորապես կուսակցությունների ղեկավարները դեմ են ընտրություններին մասնակցելու համար 8 միլիոն հարկի գանձմանը, մեկնաբանելով, որ դա դեմ է ժողովրդավարության սկզբունքներին։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ արդար թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ։ Արամ Սարգսյանի խոսքով իրեն կողմնակից են համամասնական ընտրակարգին, քանի որ այդ ձևաչափը կնպաստի առավել ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը։ Բացի այդ, Մայր հայրենի կուսակցության նախագահ Կարինե Թումանյանը հարկավճարի փոխարեն առաջարկեց այլ մեթոդներ։ Պայմանը, որ պետք է տալ գրավ, բայց շեմը 2500 պատիկ։ Շատ ներողություն, եթե իրենք ուզում են 8000 պատիկ, թող անեն իրենց 8000։ Կամ կուսակցությունների դաշինքի մասնակցությունը պաշտպանող քաղաքացիների ստորագրավակի պաշտոնաթերթիկը, կուսակցությունների համար 50000 վավեր ստորագրություն, կուսակցությունների դաշինքի համար 75000 վավեր ստորագրություն։ Կարինե Թումանյանը ներկայացրեց նաև հաջորդ առաջարկությունը կուսակցությունների համար անցողիկ 5% ձայնի շեմի փոխարեն ընդունել 1 մանդատին համարժեք ձայների քանակը, օրինակ 20000 ձայնի փոխարեն ստանալ 2 մանդատ։ Այս առաջարկություններն ըստ Արամ Սարգսյանի կնպաստեն երկրում ազատ արդար ընտրությունների անցկացմանը, հավելելով, որ իրենք ցանկանում են փոփոխություններ կատարել ոչ թե նրա համար, որ չունեն համապատասխան գումար հարկ վճարելու համար, այլ պարզապես սա սկզբունքի հարց է։ Ավելին, նրանք վճարելու են 8 միլիոն դրամ հարկը եւ բոլոր դեպքերում մասնակցելու են ընտրություններին։ Իսկ ընտրություններից առաջ Արամ Սարգսյանը կուսակցություններին կոչ արեց։ Ճիշտը հետեւյալն է, աչերը թող իրար հետ միավորվեն, ձախերը իրար հետ միավորվեն, լինի մրցավեճ, որ համակարգ ձևավորվի քաղաքական։ Իսկ թե կմիավորվի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ձախակողմյան այլ կուսակցությունների հետ, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ դեռևս քննարկում են այդ հարցը եւ մարտին արդեն պարզ կլինի, դաշինքով հանդես կգան թե միայնակ։ Նունե Ավետիսյան, Արմ ռադիո։
2012 թվականի դեկտեմբերի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում Gallup International միջազգային կազմակերպության կողմից անցկացվել է սոցիոլոգիական հարցում, որին մասնակցել է 500 անձ։ Հարցերը վերաբերել են մեր երկրի տնտեսությանը, 2012 թվականի սպասումներին, սոցիալական տարբեր հարցերի եւ այլն։ Չնայած նրան, որ հարցաշարում մի քանի հարցեր ընդգրկված, առավել շատ հնչեղություն ստացավ «Դուք ձեզ երջանիկ համարում եք» հարցը, որին 70%-ը դրական պատասխան էր տվել։ Որոշ մասնագետներ անվստահություն էին հայտնել հարցմանը, նշելով, որ այն իրական պատկերը չի ներկայացնում։ Թեման շարունակում է Աննա Գզիրյանը։ Վերջին օրերին լայն քննարկման առիթ դարձան Gallup International միջազգային կազմակերպության կողմից անցկացված հարցումների արդյունքները։ Շատերին զարմացրել էր այն, որ Հայաստանի 70%-ը իրեն երջանիկ է համարում։ Հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչ որտեղ դա հասկանալի է։ Եղան նաև մասնագետներ, ովքեր թերահավատորեն վերաբերեցին հարցմանն ընդհանրապես, նշելով, որ հեռախոսային հարցումները լուրջ չեն։ Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը նշել է, որ այդ մեթոդաբանությամբ հարցումներն ընդունելի չեն։ Ժողովուրդը շատ յուրահատուկ է եւ կարող է որևէ հարցին պատասխանելիս հումորով եւ ճակերտավոր ձևով պատասխանել։ Օրինակ ես համոզված եմ, մարդկանց մեծ մասը, երբ որ իրենց զանգել է անծանոթը եւ ասել. «Բարև ձեզ, դուք երջանիկ եք», ասել է իհարկե երջանիկ, շատ գժվում եմ երջանկությունից։ Եվ ուսումնասիրողը դա հաշվարկել է որպես այո պատասխան։ Եթե հետազոտության արդյունքները հակասում են սթափ դատողությանը եւ բանականությանը, ապա դրանք ընդունելի չեն։ Եվ ես պատկերացնում եմ, եթե ուսումնասիրողները հիմա գնան Ազատության հրապարակ, կենտրոնում բարձրախոսով հայտարարեն ժողովուրդ, ձեզանից 70%-ը երջանիկ է, այս մարդկանց ամենակիչը կքարկոծեն։ Gallup International միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ MPG խորհրդատվական ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն անհիմն համարեց այդ մեղադրանքները։ Նրա խոսքով միջազգային պրակտիկան վերջին 10 տարիներին լայն տարածում է գտել հեռախոսային հարցման տեսակը եւ այն նորություն չէ։ Ընտրանքը մեր մոտ եղել է 500 հոգու հարցվել ամբողջ Հայաստանում։ Ընտրանքը ներկայացուցական է եւ սերով, եւ տարիքով, եւ աշխարհագրական բնակության վայրով, այսինքն բոլոր անհրաժեշտ նախապայմանները, որպեսզի տվյալներն են արժանահավատ, եղել են։ Հարցումները իրականացվել են վերահսկողության ներքո եւ ստուգվել են եւ մեր կազմակերպության կողմից վերստուգումը եղել է մեր կազմակերպության կողմից եւ Gallup International-ի կողմից է եղել վերստուգումը եւ ճշգրտությունը այդ տվյալների։ MPG խորհրդատվական ընկերությանը զարմացրել էր նաեւ այն, որ լրատվամիջոցները անդրադարձել էին միայն մեկ հարցի, այնինչ հարցաշարում ընդգրկված է եղել 10 հարց։ Դրանք վերաբերում են Հայաստանի տնտեսության վիճակին, հասարակության սպասումներին, տարածաշրջանի զարգացումներին եւ այլն։ Ըստ արդյունքների հարցման մասնակիցների 33%-ի կարծիքով 2012 թվականին կարձանագրվի տնտեսության զարգացում, 31%-ը նշել է, որ ոչինչ չի փոխվի, իսկ հա 24%-ը պատասխանել է, որ տնտեսական դժվարությունների տարի կլինի։ Մեկ այլ հարցի վերաբերյալ հարցվողների 46%-ը նշել է, որ 2012 թվականին տնտեսությանն առնչվող բողոքների թիվը երկրում կաճի։ Դուք ձեզ երջանիկ համարում եք հարցը հարցաթերթիկում երրորդն է, որին դրական է պատասխանել մասնակիցների 70%-ը։ MPG խորհրդատվական ընկերության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը նշեց, որ մինչ հարցումն անցկացնելը նախ որոշակի աշխատանք է կատարվում մասնակցի հետ։ Նոր ներկայացվում է հարցաշարը։ Նախ բարև ձեզից հետո մենք ընթերցում ենք մեր հարցազրույցավարներն ընթերցում են կոչ դիմում, որտեղ նշվում է հետազոտության նպատակը։ Բացի այդ, եթե նկատեցիք, այս հարցը մեր հետազոտության հարցաշարի երրորդ հարցն էր։ Առաջինը չէր, այսինքն որպես այդպիսին հեգնանքով, եթե այդ հարցին են հեգնանքով պատասխանել, հեգնանքով պատասխանողը կպատասխանի հեգնանքով, բայց դա չի ենթադրում, որ 500 հոգին այս հարցին հեգնանքով է պատասխանել։ Այսինքն մենք չենք զանգում, ասում բարև ձեզ, դուք երջանիկ եք, թե դժբախտ եք։ Նախքան այդ մենք ունենք մի շարք ընթացակարգեր, որը արդեն իսկ ընդհանուր հետազոտության դրճությունը ցուցադրում է։ Արամ Նավասարդյանի խոսքով յուրաքանչյուր մարդու համար երջանկության ընկալումը տարբեր է։ Ես այսօր ունեմ լավ ընտանիք, նրանք առողջ են եւ իմ կողքին են, եւ դրա համար ես ինձ համարում եմ երջանիկ։ Չնայած իմ ունեցածին, ես ցանկանում եմ ավելի լավ ապրել, ինչպես նաեւ լավ տուն կամ մեքենա ունենալ։ Եթե ես դա չունեմ, դա դեռ չի նշանակում, որ դժբախտ եմ, ասաց Արամ Նավասարդյանը։ Նա ներկայացրեց Gallup International կազմակերպության կողմից այլ երկրներում իրականացված հարցումների արդյունքները, որոնց համաձայն 70 եւ ավելի տոկոսը երջանիկ է իրեն համարում Գանայում, Նիգերիայում, Գերմանիայում, իսկ հա Չինաստանը, որն ունի բավական դինամիկ զարգացող տնտեսություն, այնտեղ հարցվողների 25%-ն է իրեն համարել երջանիկ։ Արամ Նավասարդյանը խորհուրդ տվեց երջանիկ լինելու հանգամանքը չնյութականացնել եւ չկապել երկրի տնտեսական վիճակի հետ։ Աննա Գզիրյան, Արմրադիո։ Այժմ կարող եք տեղեկանալ մարզական լուրերին Հրայր Նազարյանի մեկնաբանմամբ։
Կրկին ողջունում ենք Արբ ռադիոյի ունկնդիրներին եւ ներկայացնում մարզական առավել ուշագրավ տեղեկությունները։ Ստուդիայում է Հրայր Նազարյանը։ Թողարկման ընթացքում կանդրադառնանք հետեւյալ թեմաներին։ Արոնյանը կրկին բարձունքին է։ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նախատեսել է մրցել Կանադայի եւ Սերբիայի ընտրանիների հետ։ Արթուր Դավթյանը դեռ կարող է հիացնել։ Հարցազրույց սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոփյանի հետ։ Շախմատասերներին արդեն տեղեկացրել ենք, որ Լևոն Արոնյանը երրորդ հաղթանակն է տարել Հոլանդիայի Վեյկանզեե քաղաքում ընթացող ավանդական գերմրցաշարում։ 4-րդ տուրում հայ շախմատիստը սպիտակներով 58-րդ քայլին գերազանցել է աշխարհի նախկին գավաթակիր ամերիկացի Գատա Կամսկուն եւ վերահաստատվել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականին։ Իդեպ Արոնյանի պարտիան լավագույնը ճանաչվեց 4-րդ տուրում, իսկ մեր հայրենակիցը գեղեցիկ խաղի համար պարգևատրվեց 500 եվրոյով։ Առաջատարի դիրքում Արոնյանին ընկերակցում է FIDE-ի վարկանիշային սանդղակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը ոչ ոքի ավարտեց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ հանդիպումը։ Խաղատախտակից հաղթանակած հեռացավ նաև ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որի մրցակիցն էր չեխ Դավիթ Նավարան։ Ոչ ոքի ավարտվեցին Գելֆանդ Ռաջաբով, Իվանչուկ Վան Վեյլի, Տոպալով Հաշիմով եւ Գիրի Նակամուրա պարտիաները։ Մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Արոնյանը եւ Կարլսենը, որոնց կես միավոր են զիջում Կարուանան եւ Ռաջաբովը։ 2-ական միավոր են վաստակել Գիրին, Իվանչուկը, Կարյակինը, Տոպալովը ու Վան Վեյլին։ Իրենց հաշվին 1.5-ական միավոր ունեն Հաշիմովը, Գելֆանդը, Կամսկին եւ Նակամուրան։ Աղյուսակը 1 միավորով եզրափակում է Նավարան։ Մրցաշարից խմբում Էլինա Դանելյանը կրեց երկրորդ պարտությունը, այս անգամ վարկանիշով իրեն զգալիորեն զիջող հոլանդացի Լարս Օտից։ 4 տուրից հետո հայ շախմատիստուին 1 միավորով բաժանում է 12-ից 14-րդ տեղերը։ Ռուսաստանցի միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսի հաղթանակով Երևանում ավարտվեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հերթական հուշամրցաշարը։ Հայաստանի շախմատային ակադեմիայում անցկացված ստուգատեսին հայ եւ ռուս շախմատիստներից բացի մասնակցեցին նաեւ Լատվիան եւ Իրանը ներկայացնող մարզիկներ։ Բելոուսը 11 հնարավորից վաստակելով 7.5 միավոր, 1 միավորով առաջանցավ միջազգային վարպետներ Հովիկ Հայրապետյանից եւ Աշոտ Նադանյանից ու FIDE-ի վարպետ Հովանես Գաբուզյանից։ Իդեպ Բելոուսը լրացրեց գրոսմայստերի, իսկ Գաբուզյանը միջազգային վարպետի նորմա։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 45-րդ տեղն է զբաղեցնում հունվարի 18-ին FIFA-ի հրապարակած համաշխարհային դասակարգման հերթական սանդղակում։ Դեկտեմբերի համեմատ մեր թիմը առաջադիմել է 1 աստիճանով, սակայն դա պայմանավորված է վարկանիշային աղյուսակում տեղի ունեցած վերադասավորումներով։ Ինչպես հայտնի է, անցած 1 ամսում Հայաստանի ընտրանին որևէ խաղ չի անցկացրել։ Սանդղակի վերին հատվածում փոփոխություններ չեն գրանցվել։ Առաջին տեղում է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիա հավաքականը, իսկ երկրորդ եւ երրորդ հորիզոնականներին հաստատվել են մոլորակի փոխչեմպիոն Հոլանդիան ու 2010 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Գերմանիայի հավաքականը։ Իդեպ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջից տեղեկացրել է, որ փետրվարի 28-ին եւ 29-ին մեր ազգային ընտրանին Կիպրոսում անցկացվելիք ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպումներ է անցկացնելու Սերբիայի եւ Կանադայի հավաքականների հետ։ Ակնկալվում է, որ նշված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների հետ համապատասխան համաձայնագիր կկնքվի արդեն առաջիկա օրերին։ Իտալիայի ազգային հավաքականի հետ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է անցկացնել Հրազդան մարզադաշտում։ Այդ մասին նույնպես ազդարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նշելով, որ գարնասկզբից մեր երկրի ամենամեծ մարզակառույցում ձեռնարկվելու են վերանորոգման որոշ աշխատանքներ։ Մասնավորապես նախատեսվում է թարմացնել խոտածածկը, փոխել լուսարձակները եւ այլն։ Իտալացի հետ խաղը կայանալու է այս տարվա հոկտեմբերի 12-ին։ Միաժամանակ ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է, որ Հրազդան մարզադաշտի վարձակալ Աշոտ Աղաբաբյանի հետ մարզակառույցի հարակից տարածքում առևտրի կենտրոն կառուցելուն առնչվող խնդրին փոխզիջումային լուծում է տրվել։ Շինությունը կկառուցվի մարզասերների շարժին չխանգարող վայրում։
Հայ նետաձիգները հուսով են մասնակցել Լոնդոնի օլիմպիական խաղերին։ Այդ առումով հավաքականի ավագ մարզիչ Բորիս Վասիլյանը կարևորում է հատկապես մայիսի 21-ից 26-ը Ամստերդամում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, որի արդյունքներով օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն կունենան, անգամ 22-ից 24-րդ տեղ զբաղեցրած 3 նետաձիգները պայմանով, որ մրցաշարային աղյուսակում նրանց նախորդ են բացառապես արդեն օլիմպիական ուղեգիր ունեցող 21 մարզիկները։ Եվրոպայի առաջնությանը պատրաստվում են մասնակցել Վասիլ եւ Գոհար Շահնազարյանները, Արշակ Պետրոսյանը եւ Նունե Վասիլյանը։ Իդեպ տարեսկզբին Հայաստան է հասել նետաձգության միջազգային ֆեդերացիայի ընծայած $6,000 արժողությամբ 30-ական նետ ու աղեղի հավաքածու։ Տակավին վերջին դիրքերում են ավստրիական Ինսբրուկ բնակավայրում ընթացող ձմեռային պատանեկան առաջին օլիմպիադայի հայ մասնակիցները։ Դահուկավազքի աղջիկների 5 կիլոմետր դասական ոճով մրցումներում Լիլիթ Տոնոյանը գրանցել է վատագույն ցուցանիշը, իսկ տղաների նույն մրցաձևի 10 կիլոմետր մրցավազքում Հրաչիկ Սահակյանը 48 դահուկորդների պայքարում գրավել է 45-րդ տեղը։ Հիշեցնենք, որ նախորդին վերջնագիծը չէր հատել բիաթլոնի 6 կիլոմետր արագավազքին մասնակցած Ժենյա Գրիգորյանը։ Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը առավել քան գոհ է Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Արթուր Դավթյանի ելույթից։ Արբ ռադիոյին տված հարցազրույցում մասնագետը վերլուծեց սանի ելույթները եւ նշեց այն խնդիրները, որոնց լուծման դեպքում հնարավոր է օլիմպիական խաղերում ավելի բարձր արդյունք ակնկալել Արթուրից։ Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Դավթյանը հենացատկերում զբաղեցրեց 6-րդ տեղը, իսկ բազմամարտում գրանցած 12-րդ արդյունքի շնորհիվ օլիմպիական ուղեգիր ապահովեց։ Պարոն Սերոբյան, ինչպես են գնահատում Արթուր Դավթյանի ելույթները Լոնդոնի վարկանիշային մրցաշարում։ Այս անգամ Արթուր Դավթյանը Լոնդոնի վարկանիշային մրցումներին շատ լավ մասնակցել, իր սպասելիքները լրիվ արդարացրեց, հավաքեց 84 ու 235 հաղորդական, դա ի տարբերություն աշխարհի առաջնությունը փոքրից, մոտ 4 բալ ավել հավաքեց, լրիվ արդեն իրանից հետո վարկանիշները 13 հոգի դեռ կային, այսինքն լավ ցուցանիշով անցավ առաջ, հենց չէ որ խազիվ այլ մի բան էլ ավելի լավ ձևով մասնակցություն ունեցավ, իր հնարավորությունը ցույց տվեց։ Մեկը ի տարբերություն Տոկիոյի նա ավելի վստահ էր մասնակցում, իմալած դրան հենասատկերում ֆինալում էր եվրոպացիություն, 7-րդ տեղով ինքը մտավ եվրոպացիչ, այն այնտեղ փորձարկեցինք նոր հենացած ավելի Ասում հաջող ստացվեց, 7-րդ տեղ են վերջնական, պետք է հարվածային իր գործիքն է, որտեղ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն է, հենացածներին, պետք է աշխատանք տանենք, որպեսզի արդեն հենացածներով օլիմպիական խաղերում Նշեցիք, որ վստահ ավելի հանդես եկավ, վստահությունը ինչով էր պայմանավորված։ Իմ կարծիքով մյուս երկրները Տոկիոյի հետ կապված ժամային տարբերություններ մեծ, առաջինը, չհասցրեց ադապտացել, մյուս երկրները մոտ մի ամիս առաջ էին արդեն ժամանել Տոկիո, արդեն իրանք ոնց որ սովորել են, մենք 5 օր առաջ ենք, մենք չհասցրեցինք, ոնց որ 5-րդ օրն արդեն ժամանումից հետո մրցման օրը, ու շատ ծանր էին զգում, մի քիչ դժվար, երևի դրա հետ կապված էր, այստեղ լարվածությունը օրինակ Լոնդոնում ավելի շատ էր, քան Տոկիոյում, բայց փաստորեն ինչ-որ մրցակցությունն էր ավելի շատ, իմ կարծիքով ավելի շատ հենց դրա հետ էր կապված, որ ժամանակին, եթե ժամային գոտիների մեծ է, Մանավանդ պետք է երևի 10 օր շուտ մեկնել, որպեսզի կարողանանք ադապտացիա։ Հենացատկերում Արթուրի գրաված 6-րդ տեղը արդյոք ենթադրում է, որ օլիմպիական խաղերում էլ նա կարող է եզրափակիչ անցնել եւ նույնքան հաջող մասնակցել։ Դե հենց այդ ենք փորձելու, այս հենացատկերով այս բարձրությունը չի հերիքի, եթե վստահ եմ ասում, մենք մշակել ենք ավելի բարձր տարեր պետք է կատարենք, հենց դրա վրա էլ գնում ենք։ Մյուս գործիքները ունակ չի լինի, բազմամարտում շատ դժվար է, հնարավոր չի կարելի ասել մեր համար։ Այ հնարավորություն մենք հնարավորություն կորցնենք, բայց կարճ հացարելով։ Ինչպես եք մտադիր նախապատրաստվել օլիմպիական խաղերին։ Միջազգային մրցաշարը նախատեսել եք։ Նախատեսել ենք մարտին Հայաստանի առաջնությունը կլի 10-15-ը, դրանից հետո մարտի 20-25-ը պետք է մեկնենք աշխարհի գավաթ կատարում ալինելի, այդ մրցումները կլինի,
Մայիսի վերջերին արդեն Ֆրանսիայի Մոնպելիեում Եվրոպայի առաջնությունը պետք է մասնակցենք ու վստահ եմ, որ Օլիմպիական կոմիտեն հնարավորություն կձեռնի, որ գոնե 2 հավաք մենք ունենանք, ինչի մարա մեզ հավաք պետք, դահլիճը մենք այն հնարավորությունների չունենք ամենաբարձր տարերը կատարել հնացածերը, քանի որ մենք չունենք այդ պարամունքի հնացածերի գործիքը, մերը մենակ մրցմանն է, այսինքն պետք է փոս գուտկեք, որ հանգարց մի քիչ նոր ավարությունը սովորում սխալ կատարել դեպքում մենք դուրս վնասվածքներ չունենանք, դրա համար եթե հավաքներ լինի, իսկ թվում կլինի, հələ արդեն մեզ բան չկա, խոսում չկա, պետք է լինի, որ կարևոր չի, թե որտեղ լինի մեզ դահլիճ ասել։ Սովորելու մենք բան չկա, որ տենանք սովորել, մենք գիտենք ինչ ենք անելու, համարյա տիրապետումը ուղղակի այդ պարամունքների շնորհիվ բարձրացնենք մեր հնացածների արտադրությունը։ Աստվան դահլիճի պակասը մտադիր եք լրացնեք միջազգային մրցաշարերի մասնակցությունը։ Միջազգային մրցաշարին չենք փորձարկի, չէ, հավաքների ժամանակ կանենք, այդ միջազգային մրցաշարին փորձարկենք, բայց հավաքների ժամանակ միայն նորմալ դահլիճում կարանք մենք այդ բարձրը լրիվ մշակել, որպեսզի կարողանանք օլիմպիական խաղերում կատարել։ Իսկ ինչպես եք մտադիր լուծել դահլիճի խնդիրը։ Դահլիճի խնդիրը օրինակ կան շատ երկրներ, որ ասենք վարկանիշ են ձեռբերում Ղազախստանն, Բելարուսն, Ուկրաինան, ունեն լավ դահլիճներ, Ուզբեկստանն, լավ դահլիճներ, նորակառույց դահլիճներ ունեն, որ ասենք հրավիրեն համ համատեղ ասենք հավաք անցկացնեն, համ այդ դահլիճները ինտենալով, ասենք լրիվ համապատասխանող որ կարողանան այդ ամեն ինչ անեն։ Մենք Օլիմպիական կոմիտե վստահ եմ, որ հավաքները այդ տրամադրել, որտեղ մեր պետական ասենք բյուջեն շատ քիչ է, չի երիկացել, որպեսզի կարողանանք մենք լրիվ օպտիմալ հավաքները մենք կազմակերպենք։ Այսքան ժամանակ մենք հավաք չենք կարողացել ուղղակի անել ընդհանրապես։ Այսօր այսքանը, մինչ հանդիպում։ Հարգելի ռադիոլսողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, հիշեցնեմ, որ Արմ ռադիոյի ստուդիայում աշխատեցին Ժիրայր Ոսկանյանն ու Արտակ Մուրադյանը, հիշեցնեմ նաև, որ վարքյաններ անց լուրերի թողարկումից անմիջապես հետո մեր հյուրասրահում մենք կզրուցենք քաղաքագիտության թեկնածուներ Արման Սաղաթելյանի եւ Անժելա Էլիբեգովայի հետ, ավելի ճիշտ կշարունակենք մեր զրույցը կապված Եվրատեսիլ Հայաստանի մասնակցության հետ։ Առայժմ եւ ռադիոլսողներին հիշեցնեմ նաև, որ ուղիղ հեռախոսակապի միջոցով կարող են զանգահարել մեզ, իրենց մասնակցությունն ունենալ, հեռախոսահամարն է 36 82 04, ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։